Ներկայացել հայտնի ձեր անուն ազգային հայրանունը Հարություն Տիգրանի Մկրտչյան ծննդյան օր ամիս տարեթիվ 1803-1998 թվական ծննդավայրը Վաղարշապատ ազգության հայ Հայաստանի Հանրապետության քաղաքացի ինչ կրթություն ունեք Վարչակույն աշխատում եք այս պահին ոչ ամուսնացած եք այո ունեմ երկու երեխաներ որտեղ եք բնակվում քաղաքի չմասում հասցեման ոճական նշել Վիկտոր Համբարձումյան 4-ի Գ հանձնաստատող փաստաթղթ եք ձեր այո ներկայացրել դատան ներկայացվեց Հարություն Տիգրանի Մկրտչյանի համար AX 040-73-89 անձնագիրը ինքնությունը ստուգված է, անձնագիրը վերադարձվում է Ինչ փոխհարաբերություններ ունեք բարոյթի մասնակիցների հետ անկեղծ ասած կյանքումս չեմ տեսել և անձնապես չեմ ճանաչում Բկայի ինքնությունը ճշտելու հետ կապված կողմերը հարցերում են Ոչ պատասխան Պատվոժան դատարան ինքնության ճշտման կապված ելույթի հարց չունեմ, բայց ես խնդրեմ դատարանի որպեսզի վկայի հարցը լինելու նաև քանի որ ես քույր ես դեռ իմ հարցը տալու ժամանակը չի հասկանամ վկան ինչ պատճառով է նախորդ դատական նիստերի չներկայացել և ոչ դատավարական պատշաճ վարկից դրսևորել, որովհետև ըստ էության ես հիշում եմ, որ դեռ առաջին դատական նիստի վկան ներկայացել էր և պատշաճ ծանոթված էր հաջորդ դատական նիստի համար։ Հաջորդ դատական նիստի չէր ներկայացել, դատարանը որոշում էր կայացրել, բոլորիս հայտնական որոշումը հասկանանք վկան ինչի չի պատշաճ դատավարական վարկագիծ դրսևորել, իսկ ինքնության վկայական բոլոր արժում են։ Պարզաբանում եմ քրեական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածով նախատեսված ձեր իրավունքներն ու պարտականությունները որպես վկա իրավունք ունեք թե ինչ բարոյթով եք հրավիրվել հարցաքննության, հարցաքննության ներկայացման մասնաբանի հետ, հրավիրվել ցուցմունք տալուց կամ նյութեր ներկայացնելուց, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ դա հետագայում կարող է օգտագործվել ձեր ամուսնու կամ մերձավոր ազգականի դեմ, ցուցմունք տալիս դատանի թույլտվությամբ օգտվել փաստաթղթերից, ձեր գրավոր նշումներից, կազմել պլաններ, սխեմաներ, գծագրեր, առարկել գաղութի հանրային մասնակիցների գործողությունների դեմ։ Որպես վկա պարտավոր եք ներկայանալ վարույթն իրականացնող մարմնի հրավերով ծանոթացում նշված օրը և ժամին տալ ցուցմունքներ, առանց նախագահորական թույլտվությամբ թողնել դատական նիստերի դահլիճը կամ դատարանի շենքը, ենթարկվել դատարանի օրինական կարգադրությունների և դատական նիստի կարգին։ Ձեր կողմից պարտականություններ չկատարելու մասնավորապես ցուցմունք տալուց ապօրինի հրաժարվելու կամ սուտ ցուցմունք տալու համար կարող եք ենթարկվել քրեական պատասխանատվության քրեական օրենսգրքի 503 և 504 հոդվածներով։ Պարզ են ձեր իրավունքները պարտականությունները։ Այո, պատվոժան դատան Ձեր առջև անգլերենին գրված է դրավոր տեքստ, ձեր անուն ազգանունը նշելով անուն ազգանուն բառերի փոխարեն։ Բարձրաձայն ընտրեցեք այդ տեքստը։ Ես Հարություն Մկրտչյանս ցուցմունք տալիս ասելու եմ ճշմարտությունը, ողջ ճշմարտությունը և չեմ ասելու ոչինչ, բացի ճշմարտությունից։ Ձեր նշված հայտարարությունը մտցվում է դատական նիստի արձանագրության մեջ, այժմ ձեզ կմոտեցվի նաև նախազգուշացման թերթիկը, որը ստորագրելով դուք կհավաստեք, ինչպես ձեր իրավունքների պարտականությունների մասին նախազգուշացված լինելը, քրեական պատասխանատվության համար նախազգուշացված լինելը և այդ բովանդակության հայտարարությունը դատական նիստի արձանագրության մեջ մտցնելու հանգամանք։ Ստորագրեք նախազգուշացման թերթիկը։
նախորդ նիստերից մեկի ընթացքում ներկայացել եք եւ նիստի ավարտին ձեզ պարզաբանվեց, որ հաջորդ տվյալական նիստի հայտնվեց ձեզ օրը, ժամը եւ նաեւ որ պարտավոր եք ներկայանալ, խնդրեմ պարզաբանել տվյալ նիստին չներկայանալու պատճառները, ինչպես նաեւ հետագա հաջորդ նիստին եւս չներկայանալու պատճառները։ Անկեղծ ասած, եթե ինձ առարկության հնարավորություն տրվեր, ես կառարկեի, որովհետև խնդիրը կապված է իմ անձնական խնդիրներով եւ ֆորս մաժորային իրավիճակի մեջ եմ եղել այդ օրվա նիստին ներողություն կորժանտել դրան։ Եվ դա է պատճառը, որ ես չեմ կարողացել ներկա գտնվել նիստին։ Կմանրամասնեք ինչ ֆորս մաժորի մասին։ Առողջական խնդիր ընտանիքի անդամներից մեկի մոտ, որը ավելի հրատապ եմ ես գնահատել եւ ավելի կարեւոր, քան դատական նիստին գալը, եթե իմ անկեղծությունը պատվարժան դատարանը մի փոքր ավելի ծանր դատի, սա է իրականությունը կայուն։ Այն որպես վկա դեռևս նախաքննության ընթացքում ձեր իրավունքների պարտականությունները բարձրացված են եղել եւ կարծում եմ նաեւ տեղյակ եք եղել, որ իրականացնող մարմնի կոնկրետ դեպքում դատարանի կանչով ներկայանալու անհնարինության մասին նախապես պարտավոր է այդ մասին եղելու հայտնի դատարան, որը չեք արել։ Գուցե դա իմ բաստողումն է, այո, չեմ արել։ Եվ պատվարժան դատարան նաև վկայի կարգավիճակում իմ այստեղ գտնվելն է ինձ համար նաև հարց, ինչու որովհետև նախաքննության փուլում ես ինքս գործում ընդհանրապես ներգրավվածություն չեմ ունեցել։ Եվ հիմա հարցը նաև իմ մոտ առաջանում, թե ինչու է դատարանը հարկ համարել ինձ որպես վկա ներգրավելու այս գործում։ Սա եւս հաշվի առեք, խնդրում եմ։ Նախաքննության ընթացքում չեք արձակվում։ Ոչ։ Իրական վարորդի նյութերում արկա է ձեր կողմից տրված ցուցմունք։ Որտեղ։ Ինչու՞ մասին է։ Հարցերի կարծում ընթացքում արդեն կանոնավորանք արգելքի հանրային մեղադրով, քանի որ ձեր կողմից հրավիրված եկան կարող սկսել վկայի հանցագործություն։ Շնորհակալություն պատվարժան դատարան։ Արգելքի վկա, այլ ներկայումս ասում եք նախաքննության ընթացքում ցուցմունք չեք կրել։ Քննիչի մոտ չեք գնացել նախաքննական մարմնը։ Քննիչի մոտ ես եղել եմ այն ժամանակ, երբ որ հրավիրվել է քննչական կոմիտե ընտրական փուլում իմ ավականու ցուցակի 5-րդ համար Գառնիկ Ղազարյանը եւ այնտեղ ես ուզում եմ ցուցմունք արգելի մեղադրողներ նաև դուք ներկայացնեք, թե ինչ ցուցմունք են ես տվել, որ ես տեղյակ չեմ։ Շատ լավ։ Ձեր հարցակնության նաև տեսականությունը, ձեր հարցակնության արձանագրությունը, որը գտնվում է վարույթ տեպերով թափերում, պատվարժան դատարան 27-35 երկրում։ Դուք պատվարժան դատարան, անջերան դատարան, ես ավարտում եմ, ինչ ցույց տալիս։ Այսինքն ցույց տալու Ուրախությունը արձանագրություն կա, պատվարժան դատարան։ Ես ավարտում եմ։ Դատարանը ամեն դեպքում արձանագրում է, որ վարորդի նյութերում ցուցմունք որպես այդպեսին արձանագրությունը արկա է։ Գուցե ժամանակ անցել իմ մոտ ինչ որ։ Պատվարժան դատարան վրա չի պատկերացնում ինչի մասին խոսքեց։